ամենակարևոր ձեռքբերումը դա զեկույց ունենալն է։ Նպատակը ո՞րն է, զեկույց ունենալը։ Մնացած իրավական այս բաները դրանք քննարկման նյութ են, բայց ունենալով զեկույց, որտեղ զեկույցը եթե չլիներ, առաջի բաժին ի՞նչն է գնացել։ Զեկույցը չի լսում ինձ։ Հիմա բոլոր հնարավորությունները կան, թույլտվություն ունեցող ցանկացած անձ, նաև լրագրող, եթե ունի գաղտնիության թույլտվություն, կարողանա օգտվել դրանից, բայց խնդիրը դրա մեջ չէ։ Լրագրողը ինչպես պետք է գաղտնիության թույլտվություն ստանա։ Վաղը ժամը 1:30 կգասի մոտ, ես քեզ կբացատրեմ հաստատ։ Հիմա ես բայց չգիտեմ, դա այդ ոնց են գնում, որովհետև կանոնակարգ օրենքի պահանջը հստակ էր։ Եթե կա զեկույց ուղարկում ազգային ժողովի նախագահին եւ ազգային ժողովի նախագահը որոշում է իր հաջորդ կանգառը։ Հիմա ազգային ժողովի նախագահը այդ որոշումը կայացրել է եւ ուղարկել է գաղտնի մաս։ Դա էլ է նորմալ, ինքը գտնում է գաղտնի մասում։ Այ հետո գաղտնի մասից ոնց պետքա դա հանրային ընկալման մեջ իր ճանապարհը անցնի։ Այդ է խնդիրը, որտեղ այնտեղ ես մտածում եմ բաց մաս, փակ մաս, բայց դա լիագումանիստի քննարկմանը, որտեղ ես հարցերին կպատասխանեի, կգտնեինք այդ լուծումները։ Հիմա ես կարևոր բաներ եմ էլի ասում։ Ամենակարևորը զեկույցն է, որը գտնում է գաղտնի մասում։ Ես ուրախ եմ, որ երրորդ մեծ նախագիծն է, որ իմ գլխավորությամբ տեղի է ունեցել։ Դա մարտի 1-ի փաստավակ խմբի զեկույցներն են, դա քառօրյա պատերազմի զեկույցն է, 44-օրյա պատերազմի զեկույցը։ Ես կարծում եմ, այն խմբերը, որ ես ղեկավարել եմ, նրանք թողել են մնայուն արժեքներ, փաստարկների հավաքագրում, որը որ մեծ արժեք է իրանից ներկայացնում դասեր քաղելու առումով։ Մարտի 1-ը փառք Աստծո միեդի որոշման միջոցով հնարավոր եղավ վստահաբար ասել, որ մարտի 1-ը բացահայտված։ Եվ սպասում եմ հաջորդ թիվ։ Հիմա խոսքը գնում էր հոկտեմբերի 27-ի հետ կապված, 27-ի մասին այստեղ բազմաթիվ հարցադրումներ եղավ, ձեր գործընկերները իմ կողմից շատ հարգված, մի քիչ այլ անկյունից էին մոտենում, ես կարողացա բացատրեմ, որ իմ դժգոհությունը ոչ թե որևէ մի անձից է, իմ դժգոհությունը այն կառույցից է, որը պետք է վերահսկեր այս բացահայտման ամբողջ գործընթացը, որովհետև ես շատ լավ գիտեմ, որ մեր ձեռքում կա պարոն Ջանգիրյանի կողմից իրականացված քննչական խմբի բավականին լուրջ նյութեր, որը հիմք է հանդիսանալու հոկտեմբերի 28-ի բացահայտման եւ իմ դժգոհությունս դրա մեջ է։ Եվ եթե մենք դա չենք նայում, ես գիտեմ, որ ներկայիս գործող խումբը շատ լավ ծանոթացել է, ծանոթանում է եւ գիտի բարդությունները եւ ինչքան հասկանում եմ, չի կարա գոնե այսպես փորձագիտական շփումներ ունենա պարոն Ջանգիրյանի եւ քննչական խմբի մյուս անդամների հետ։ Ասեմ ձեզ, ես էլ շատ լավ ընկերներ եմ ունեցել, նաեւ կորցրել ենք այդտեղ քննչական խմբում Օրինակ Արման Եղվանի հայրը, որ այդ խմբի շատ լավ քննիչ է եղել, մահացել է, բայց նաև հիշողություններ կան, որը արձանագրված է։ Բացահայտման համար բոլոր հիմքերը կան։ Ոնց որ մարտի 1-ը, տես 17.5 տարի հետո իր ճանապարհը գտավ։ Բոլոր ճանապարհները, եթե անկեղծ դրված են որևէ փաստարկված նյութի մեջ, նա անպայման շուտ թե ուշ իր արդյունքը տալու է։ Տիկին Բախշյան ասում էր վերաբացված գործը ինչու այդպես է վերաբացված գործը հարցրեք պատգամավորին Բախշյանի հետ ես զրույց ունեցա եւ նաեւ իմ պատկերացումները կիսվեցի, նաեւ եթե նկատեցիք տարեկան զեկույցի ընթացքում ես բավականին փաստարկված մեջբերումներ եմ արել կոնկրետ նախորդ քրեական գործում Ջանգիրյանի խմբի կողմից իրացված մարդկանց եւ նրանց այսօրվա անհայտացման, բաների հետ կապված, ուր Ալիկ Հարությունյանն է։ Հանգիստ, մի րոպե, ուրա Ուզունյանը։ Դատավորը, ով արագացրեց այս process, այնպես սեկտը բացվեց, հա, Ալիկ այդպես է լավ առանց որևէ մեղադրանքի գնաց։ Ուրա Աղվան Գառնիկի չէ։ Գլխավոր դատախազը իր ձեռքով է բոլոր այս բաները, գլխավոր մեղադրող ինքն է եղել։ Այն էլ ողջ առողջ պատեցվում է թանկարժեք մեքենաներով։ Ինչպես։ Ես երբ որ ամեն անգամ Սարյան փողոցով գնում եմ եւ վերջերս էլ ֆակտորում, երբ որ հարցազրույց է տալի, ժամանակ կար եւ պատուհանից նայում է իր շքեղ առանձնատներից մեկը եւ բազմահարկ շենքի այն հատվածը, որ ինքը ցակել մտել էր, որպեսի սպորտով էր զբաղվի, ես հարց առաջանում, դատախազության դռները պաչելուց ինչ զգացմունքներ ուներ։ Հասկանում եք, ստեղ է խնդիրները, մարդիկ կան եւ պետքա այդ հարցերը ոչ միայն ուղղել, այլ նաեւ իրանք կարողանան այս ծանր հարցերի պատասխանները տալ։ Պարոն Քոչարյան, 40 դատախազությունը, որովհետեւ ասում եք հնարավոր է բացահայտել։ Ոչ մի, այն ապրումները, որ ունենք, ասենք ես, հիմա երբ որ ես
վազքով գնացի Եռաբլուր, որտեղ այսօր բյուջեի քննարկում էր եւ որպես կանոն ամեն տարի բյուջեն համընկնում է հոկտեմբերի 27-ի օրվա հետ։ Հետո վազքով գնացի Կարեն Սերոբիչի գերեզման, հետո վազքով եկա այստեղ 27-ի խորհուրդ է, դուք ես չգիտեմ, դուք այն սերունդն եք, որ դրա ամբողջ բանը չեք գուրեցել զգում, թե ինչ արժեցավ մեր պետության համար։ Եվ չբացահայտված լինելը ինչ է արժենում մեր երկրի համար։ Տեսեք, այս տարի էլի նույն հարցն էր գալի։ Ինչ կլիներ, եթե հոկտեմբերի 27 չլիներ։ Շատ լավ կլիներ, եթե չլիներ։ Բայց նաև հոկտեմբերի 28-ի բացահայտումը մեծ հնարավորություն է տալի առաջ արժվելու։ Ես էլի մեջբերում կանեմ Մեծան Մաթևոսյանի խոսքերից։ Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտված լիներ հոկտեմբերի 28-ին։ Այ մենք դա չկարողացանք, որտեղ բազմաթիվ խնդիրներ կան իրավական համակարգում եւ նրա մեջ ծառայող մարդկանց անտարբերության մեջ, որը չի տալի հնարավորություն գնալ այդ ճանապարհով եւ կարեւորությունից ելնելով օր առաջ հոգի դնել եւ հասնել այդ բացահայտման ունենալով այսքան մեծ հնարավորություն։ Պարոն Քոչարյան, այս ցուցակը ձեզ ցանոթ է, այստեղ նաեւ ձեր անունն է։ Այո, այդտեղ էլի անուններ կան, ինչ եք զարմանում։ Ինչ ցուցակ է դա։ Ցուցակը ով որ տվել է ձեզ։ Մի հատ կանչեք Ռոբերտ Քոչարյան, ասա, այս ցուցակը ով է քեզ տվել։ Դուք չեք տվել։ Ոչ։ Իսկ ձեր անունը։ Թող Ռոբերտ Քոչարյանն ասի, իրենք այսքան տարի ինչի չեն բացահայտել, ինչ ցուցակ է, բայց չէ որ այս ցուցակը մեկ այլ բան էլ կարող է լինել, երկիրը գտնվում էր կոլապսի մեջ, եւ շատ հնարավոր է ցուցակը, որ կազմվել է, այդ կազմողները նպատակ ունեին կանխել հետագա զարգացումները, բա բանակին չէր շրջապակել քաղաքը։ Ձեզ թվում էր Նայիրի Հունյանյանը մենք մտածել են մարդիկ, որ կարող է այս խումբը չբավարարվեր դրանով։ Այդ ցուցակը այդ կարմիր գույներով ցույց տուր մի հատ, դու որ թերթնես։ Տրիբյուն, խնդրում եմ տրիբյունի տեսանկյունից, նաև գնահատես, որ այս ցուցակի մեջ, նաև հարցեր կան, որ ուղղվի Ռոբերտ Քոչարյանին։ Այո, ես եղել եմ այդ սենյակ, մտել եմ, որտեղ այս ցուցակը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի, բայց ես չեմ էլ իմացել, որ իմ անունը դեղ կա։ Կներես, այդպես է եղել իրականությունը։ Հիմա ես շատ խոսվեց, ինչքան ուզում են խոսեն, բայց եթե ցուցակը այդքան կարևոր էր, 20 տարուց ավել գուցե իրանք իշխանություն էին։ Այդ ցուցակով ինչի մեջ չեն հարցակնել։ Հարցը չի առաջանում։ Ընկեր Ռոբերտ Սեթրակովիչը, այդ ցուցակը որ սրտի մոտ պահում էր, այդ պահում էր որ օրվա համար, որ տրիբյունը հանի կարմիր գրած, բացահայտեք եւ գրողին, եւ նպատակները խիստ կարծում եմ պետական են եղել։ Ուրիշ։ Ինչպես դուք չեք իմացել, պարոն Քոչարյան, ձեզ ես ամեն ինչ գիտեմ ձեր մասին, բայց այդ ցուցակի մասին պաշտոն են տվել փոխնախարարի։ Լսի, ես ավելի բարձր պաշտոններ եմ, դու խաբար ես։ Ես այլ բան եմ ասում, ինչպես կարային առանց ձեր իմանալու ձեր անունը գրեին այդ ցուցակում։ Շատ հանգիստ։ Շատ հանգիստ, ինչ կա։ Հիմա եթե ես քո անունը գրեմ, չգիտեմ, տիեզերագնացների ցուցակում վատ բան կլինի, չէ։ Ուրիշ։ Պարոն Քոչարյան, քիչ առաջ Տիկին Հովշյանը հայտարարեց, որ օրվա իշխանությունը տեղյակ է եղել սպասվող ահաբեկչության մասին եւ նշեց անունը պետական։ Սպասվող որ կար, հիմա Ոչ, այդ օրը 1999 թվականին գործող իշխանությունից ով էր, որ օրվա իշխանությունը տեղյակ է եղել սպասվող ահաբեկչության մասին։ Հա, հիմա ես ձեզ մի բան էլ ասեմ։ Դուք մոռանում եք ես ինչ պաշտոն եմ զբաղեցնում ժամանակ, ասա։ Փոխնախարար չէ։ Ոչ, ավելի բարձր ես, ինչ ես ասում։ Այդքանն էլ չես ճշտել։ Ոչ։ Դե ասեք։ Ես չեմ ասելու լրագրող ես գնա ճշտի։ Ես եղել եմ վարչապետ Վազգեն Սարգսյանի խորհրդականը անվտանգության բոլոր մարմինների եւ կադրային քաղաքականության հարցում։ Դա սովորական խորհրդական չէ, լավ չպատկերացրիր։ Կիսում եք տեսակ է դա, պարոն Քոչարյան։ Ասեմ ձեզ։ Տեղյակ է եղել։ Օրվա իշխանությունը, եթե նկատի ունեք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունը, ես կարող եմ ասել, որ քննության ընթացքում պարզվեց ազգային անվտանգության ծառայության որոշ դրվագներ, որը վարում էր քննիչներից մեկը, եւ այդ քննիչի նկատմամբ Աղվան Հովսեփյանը քրեական գործ հարուցեց։ Դա լավագույն մեր քննիչներից մեկն էր, անուն հիմա չտամ, որովհետեւ այդ մարդու կյանքը չուտեք, բայց այդ մարդը կա եւ այդ մարդը քննիչը, երբ որ մոտեցավ անվտանգության մարմիններում հատկապես Ալիկ Հարությունյանին հոգեմետ դեղ տալու գիշերվա դրվագին, այդտեղ սկսվեց այ խառնաշփոթ։ Ուզում ասեմ, բանը հոկտեմբերի 27-ի բացահայտման համար բոլոր պայմանները այսօր էլ առկա են։ Շատերը մահացան անհասկանալի, ուրեմն բանով, Բժիշկը, Մովսիսյանը, եւ էլի էլեկտրահարվեց, քերին կախվեց, քերին, որը գիտեք ինչ ճանապարհ է անցել։ Քերին ուրեմն եղել է սկաուտ, հետո դաշնակցություն եւ կախվում է։ Դա չի լինում։
Պարոն Քոչարյան, նաև տեսակետ կա, քանի հոկտեմբերի 27-ը չի բացահայտվել։ Հոկտեմբերի 27-ը չի կարա չբացահայտվի։ Գլխին կախված է նոր հոկտեմբերի 27-ի շատ աքսիոմատիկ ճիշտ բաներ եք ասում։ Դրա համար երբ որ Մեծան Մաթեոսյանն ասում էր 27-ը պետք է բացահայտվի 28-ին, դրա մեջ շատ մեծ իմաստ կար։ Այո, պետք է բացահայտվի, եւ այս տարի էլ եթե չի բացահայտվում, ելի մեր ակնկալիքները մնում են հեռվում։ Բայց երբ որ ես ասում եմ, որ գլխավոր դատախազությունը ունի անելիք, թող չնեղանան որևէ մեկը, ոչ էլ դրա մեջ վատ բան տեսնեն։ Չնայած ոնց որ թե մենակ ժողովուրդներ վատ բան տեսան, մեկ էլ տրիբյունը։ Հա ցուցակը լավ կարմիր գույնով կարաս կապտացնես, այդ ցուցակը մի կոպիկ արժեք չունի։ Շնորհակալություն։ Լավը չի կարմրացրել, այդպես Դա տարածվում։ ինչքան է սիրում դու մտնես խոսակցության մեջ։ Բա ինչ է թիրախավորը։ Տիկին Խաչյան, ես քեզ եմ թիրախավորում։ Ինչ չէ, գործընկերոջ է։ Գործընկեր, բայց ում եմ թիրախավորը։ Չէ, դու շատ գեղեցիկ աղջիկ ես եւ նոր ես ճանապարհ հարթում քո լրագրողական աշխատանքի համար։ Ես քեզ պարզապես նաեւ տողատակերում մեծ խորհուրդ տվեցի։ Շնորհակալ եմ։ Պարոն Քոչարյան, զեկույցը բաց մաս ունի, զեկույցը, որտեվ ազգային ժողով գրավոր հարցում եմ ուղարկել, խնդրել եմ ինձ տրամադրել 44 Բաց մաս էս բան չունի, որտեվ ես զեկույցը ուղարկել եմ ազգային ժողովի նախագահին, գրված է հուշ գախնի, բայց երբ որ ես լիագումար նիստում ելույթ կունենամ, կամ կունենամ, եւ այնտեղ բնականաբար եզրակացությունը կարծում եմ մեր հասարակության եւ մեր բոլոր կառույցների համար շատ կարեւոր եզրահանգումներ է, որի տակ դրված են հսկայական փաստեր։ Այդ փաստերը հիմա մենք տեղափոխում ենք առաջի բաժին, որովհետեւ դուք ով եք։ Հա։ Ես ուրախ կլինեմ, որ ծանոթանաք, եթե ունեք թույլտվություն։ Ասեմ ձեզ, բաց հատվածը պետք է տարանջատվեր։ Եվ մի գաղտնիք էլ ասեմ, ես իմ ելույթը կազմել է երկու մասից՝ բաց եւ փակ։ Եվ բաց մասը, եթե ես խոսեի, այդտեղ կներկայացնեի այն բոլոր 45 կետերը, որը եզրահանգուման տեսքով ներկայացված է զեկույցի մեջ։ Նաեւ փակ մասում, որտեղ կան այնպիսի փաստեր, որը դեռ շատ տարիներ փակ կմնան, դա բնականաբար ոչ մեկի իրավասու չի դա բացել, ոնց որ ասենք շատ զեկույցներ տարբեր երկրներում, շատ լավ օրինակ կա, Քենեդու սպանությունը կարծեմ 40 թվին է բացվել։ Պարոն Քոչարյան, ինչու երեք Նիկոլ Փաշինյանի հետ չէիք եկել Հովանավանք։ Բազմաթիվ падգամավորներ, պաշտոնյաներ։ Բազմաթիվ անունները խնդրում եմ ասեք։ Գևորգ Պապոյանը, Ալխաս Ղազարյանը։ Արմեն Խաչատրյանը մեր բոլորի փոխարեն գնացել էր, ինչ վատ է։ Արմեն Խաչատրյանն էր ձեր մեղքերի փոխարեն, օրինակ Պատարակին։ Չէ, իմ մեղքերը ինձանից բացի ոչ մեկը չի կարող բանանի, հա, տնօրինի։ Շատ են դրանք։ Դրանք ես չեմ որոշում, ոչ էլ դուք։ Դուք կարող եք հնչեցնեք։ Դուք ձեր բոլոր հարցերին մի ստացել եք սպառիչ պատասխան, բայց դուք ցանկանում եք աջ հանկյունից, ձախ հանկյունից, տակից վրից չի ստացվի այդպես։ Այդպես եթե թեման 27-ն է, եկեք խոսենք 27-ից։ Ինչու եկեղեցի չեմ գնացեք, կարող է մյուս անգամ գնամ։ Վերջին աշո մի մոռացեք, որ ես եկեղեցու հետ նաև այնպեսի մի վարքան։ Ես որոշել եմ նաև հաշմանդամների մի խումբ էլ կազմակերպեմ դեպի Երուսաղեմ։ Դուք գիտեք ինչքանի խմբեր եմ տարել ես։ Տեղակ եք։ Բա հիմա էլ եմ տանելու։ Դա եկեղեցի չի, դա առաքելմեր Սուրբ առաքելական եկեղեցու 3 թևերից մեկը չի։ Պատերազմությունը Երուսաղեմի։ Հազարապես Փաշինյանը կոչ էր արել, որ միանան իրեն։ Շատ լավ, ով որ կարողացել միացել էր, շատ լավ է։ Կասկածներ առաջացնում։ Ախ դուք բոլորդ հավաքվեցիք, կասկածները արձանագրեցիք։ Հա, դենց հաշվառում եք արել, դուք ինչ իրավունք ունեք մտնեք մեր անձնական կյանք։ Նայեք ով գնաց, ով չգնաց։ Լուրջ նկատելը կարող ես ընտեղ եմ եղել։ Ռուզաննա, մի կեղծիք ես, կարողա չեք տեսել, կարող ես կերպարանա փոխված եմ։ Լուրջ ես ասում, այդքան հեշտ է ինձանից հարցազրույց վերցնել։ Դուք եք դա կեղծ պատարակ համարում, քանի որ կարգալուց եղած քահանան է իրականացրել։ Դուք շատ վատ հարց տվեցիք։ Երբ որ դուք եկեղեցու մեջ եք, այդ հարցերը պետք է չտաք։ Դուք եկեղեցի որ գնում եք, մասնակցում եք հաղորդակցման process-ին, հա? Հաղորդություն ստանում եք, բան չեք այդ հարցը տալ։ Արի Ռուզաննա, արի քո հետ մի քիչ շփեմ, արի։ Թող իրանք բոլորը խանդեն, արի։ Կցավակցենք։ Արի Ռուզաննա, արի։